200 կործանիչով արթնացող առյուծ գործողությամբ եւ Իրանից կամիկաձե անօդաչուների երամներով պատասխանով հին հակամարտության սրումը չի սահմանափակվում միայն Թել Ավիվի եւ Թեհրանի միջև։ Միջազգային վերլուծաբաններն արդեն սկսել են քննարկել Ադրբեջանի հնարավոր ներգրավումը որպես նյութատեխնիկական կամ օդային հենակետ Իսրայելի համար։ Ըստ որոշ շրջանառվող տվյալների հնարավոր է, որ որոշ օդանավեր, որոնք հարվածել են Իրանին, դուրս են եկել հենց Ադրբեջանի օդային տարածքից, մասնավորապես Ֆիզուլիից։ Այս համատեքստում հիշարժան է Մոսադի նախկին տնօրեն Դանի Յաթոմի 2023 թվականի հարցազրույցում արած հայտարարությունը առ այն, որ եթե պատերազմ սկսվի Իրանի եւ Իսրայելի միջև, Ադրբեջանը մեզ համար կլինի նյութատեխնիկական ապահովման նշանակալի թիկունք։ Ադրբեջանի օդանավակայանների եւ Թեհրանի միջև հեռավորությունը կարճ է, հետեւաբար Ադրբեջանի տարածքը չափազանց կարեւոր է նման հարձակման դեպքում։ Այսպիսի գնահատականները վկայում են, որ խոսակցությունները Ադրբեջանի որպես պլացդարմ դիտարկելու մասին պարզապես քաղաքական շահարկում չեն, այլ փաստացի հավանական սցենար, որի շուրջ ձևավորվում է տարածաշրջանային նոր ռազմաքաղաքական իրավիճակ։ Միևնույն ժամանակ Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանցիները ակտիվորեն արձագանքում են սոցցանցերում տարածելով կոչեր այսպես կոչված մայր Ադրբեջանի հետ միավորման պատմական հնարավորության մասին։ Որոշ վերլուծաբաններ ահազանգում են, որ սա կարող է հող պատրաստել Ադրբեջանի Իրանի տարածքում որոշակի ծրագրեր իրականացնելու համար։ Այստեղ արժե հիշել նաև Պակիստանից Ադրբեջանի վերջին շրջանում ձեռք բերած 40 ռազմական կործանիչների մասին։ Դժվար է պատկերացնել, որ դրանք ուղղված են բացառապես Հայաստանի հետ կապված ռազմական խնդիրների լուծմանը։ Ավելի հավանական է, որ Բաքուն փորձում է պատրաստ լինել լայնածավալ հակամարտության հնարավոր ճակատներով։ Այս զարգացումները վկայում են, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ հաջորդ ռազմաքաղաքական ճակատը Մերձավոր Արևելքի ընդլայնվող պատերազմում, եւ եթե գործընթացները այստեղ դուրս գան վերահսկողությունից, հետևանքները տարածաշրջանի բոլոր երկրների համար կարող են լինել ճակատագրական։ Դիանա Կարապետյան, Reopen Media։